Եվ այսպես ադրբեջանական զինված ուժերի հերթական դիվերսիոն հարձակումը այս գիշեր Արցախում հակառակորդը կրակ է բացել Հորադիսի ուղղությամբ, սկսվել է փոխհրաձգություն, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը նշանակալի կորուստներ է կրել։ Արցախի պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ հայկական կողմը նույնպես կորուստներ է ունեցել։ Զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանը, վիրավորվել շարքային զինծառայողներ Արայիկ Մավրեյանը եւ Վոլոդիա Ծատրյանը։ Ադրբեջանական կողմը այս գիշեր կրակ է բացել նաեւ Կոթի գյուղի հենակետերի ուղղությամբ։ Այս դեպքում բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, որն է շփման գծում ռազմական գործողությունների ակտիվացման պատճառը։ Ցոլինե Միքայելյանը զրուցել է ռազմական փորձագետ Արծրուն Հովանիսյանի հետ։ Հարձակումները հիմնականում եղել են Տավուշի մարզի, Կոթի, Ոսկեպար եւ Չինարի գյուղերի ուղղությամբ, ինչպես նաեւ որոշակի կարագահեշտեր եղել են մյուս գյուղերի ուղղությամբ։ Ռազմական փորձագետ Արծրուն Հովանիսյանը ցույց է տալիս Հայաստանի սահմանամերձային շրջանները, որոնք վերջին 3 օրերին ադրբեջանական զինված ուժերի թիրախում են։ Այս գիշեր ադրբեջանական դիվերսիոն խումբ է մտել նաեւ ԼՂՀ սահման։ Հորադիսում 1 զինվոր սպանվել, 2-ը վիրավորվել են։ Նման հարձակումներ հաճախ են լինում, ասում է փորձագետը։ Հակառակորդը պարբերաբար ամբողջ պաշտպանական բնագծի երկայնքով փորձում է ստուգել մեր զգոնությունը, մեր պաշտպանողությունը։ Ոչ միշտ է սակայն, որ դիվերսիոն խմբերի ներխուժումներն ու կրակահերթերը միայն ռազմական դրդապատճառներով են, մեծ է նաև քաղաքական գործոնը։ Վերջին 3 օրերին հակառակորդի ակտիվությունը կարող է պայմանավորված լինել ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցով կամ Թուրքիային ինչ-որ բան ապացուցելու ցանկությամբ։ Ռազմական փորձագետի խոսքով թուրքական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրերին Ադրբեջանում են, իսկ Ադրբեջանի դիվերսիոն խմբերը պատրաստվում են հենց թուրքական բանակում։ Չի բացառվում, որ այս օրերի հարձակումները յուրօրինակ ստուգատես էին Թուրքիայի պատրաստած դիվերսանտների համար։ Քննությունը նրանք տապալեցին, ադրբեջանական կողմից կորուստներն ավելի շատ եղան։ Արծրուն Հովանիսյանը ծիծաղելի համարեց ադրբեջանական մամուլիային տեղեկությունները, թե իբր մեր կողմից 40 զինվոր է սպանվել։ Հայաստանի Հանրապետությունում այսօր գրեթե անհնար է ունենալ նույնիսկ 1 վիրավոր զինվոր բանակում, եւ այդ մասին առնվազն 1 օր հետո կամ 2 օր հետո ամբողջ Հայաստանը չիմանա։ Դա բացառված է։ Այդ իրենց մոտ է, որ կարող են 30-40 հոգի զոհվել, եւ դա 3 ամսվա կտրվածքում քիչ-քիչ, ասենք 2-ի գլխին պանել անգել 3-1 այսօր ականի վրա էր պայթել, ու մենք շատ լավ ախր այդ ձեռագիրը գիտենք։ Պատերազմի սկսելու վտանգը փորձագետը երբեք մեծ ու փոքր միավորով չի չափում, ասում է միշտ էլ հարմար առիթը թշնամին կարող է օգտագործել։ Չեմ կարծում, որ այս իրավիճակը կվերաճի պատերազմի, բայց քանի որ հակառակորդը պարբերաբար ստուգում է, ինքը միշտ ակտիվորեն զինվում է, ակնհայտ է, որ պատրաստվում է պատերազմի, ինչ որ մի օր բարենպաստ իրավիճակ ստեղծելով, անցնելով մարտական ակտիվ գործողությունների։ Գործնականում ըստ փորձագետի Հայաստանը պատերազմից խուսափելու համար պետք է պարբերաբար պատժիչ գործողություններ իրականացնի։ Չպետք է մոռանալ նաև դիվանագիտական մոտեցման ու միջազգային տարբեր կառույցներում հարցի լուծմանը հասնելու անհրաժեշտության մասին, սակայն պետք է հիշել նաև, որ թշնամին հումանիզմի լեզուն չի հասկանում։ Ցոլինե Միքայելյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։ Հայկական կողմի պատասխան գործողությունների հետևանքով իրականում ադրբեջանցիները ավելի շատ զոհ են տվել, քան փորձում են ներկայացնել այդ երկրի լրատվամիջոցները։ Պատահական չէ, որ այդ նույն աղբյուրներն են հաղորդում ադրբեջանական բանակում կորուստների մասին։ Անցած գիշեր Զորամասում իբր դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 2 զինծառայող, ընդ որում պատահարը տեղի ունեցել հայ-ադրբեջանական բախումների սահմանակոտում։ Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ խոր մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիան։ Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում մասնավորապես ասվում է. մեջբերում է. Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել։ Կողմերը պետք է հավատարիմ մնան խաղաղ կարգավորման սկզբունքների վրա հիմնված ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Հելսինկյան եզրափակիչ ակտի, ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթներին։ Մինսկի խմբի համանախագահները բանակցությունները շարունակելու նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւս մեկ հանդիպում են նախատեսում կազմակերպել Փարիզում։ Մենք նախապատրաստվում ենք այս հանդիպմանը, ասված է հայտարարությունում։